Եվրախորհրդարանը լիագումար նիստում ընդունել է Հայաստանի վերաբերյալ բանաձև, որով վերահաստատվում է Եվրամիության աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։ Ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոյի հեղինակած բանաձևին կողմ է քվեարկել 476, դեմ 47, ձեռնպահ 48 պատգամավոր։ Նշվում է, որ բանաձևն աջակցում է հունիսին Հայաստանում ազատ, արդար և խաղաղ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Փաստաթուղթը նաև դատապարտում է Ադրբեջանում հայ գերիների պահումն ու պահանջում անհապաղ ազատ արձակել նրանց։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի գլխավորած պատվիրակության հայաստանյան այցի ժամանակ ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու հարց չի քննարկվել։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելել է, չի քննարկվում նաև արցախցիների վերադարձի հարց։ Փաշինյանը կարծում է, որ նման քննարկումները պրովոկացիոն ազդեցություն ունեն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա, որոնք նա էժան քաղաքական շահարկումներ է որակում։ Իրանի և Թուրքիայի հետ սահմանային հատվածներում հայ սահմանապահները կտեղակայվեն փուլ առ փուլ պետության կարողությունների հզորացմանը զուգընթաց, նշել է Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Զվարթնոց օդանավակայանից և Ագարակի անցակետից ռուս սահմանապահների հեռացումից հետո հայ-իրանական և հայ-թուրքական սահմանների վերահսկողությունն ամբողջությամբ Հայաստանի սահմանապահ զորքերին հանձնելու ծրագրերի մասին հարցին։ Նա շեշտել է, Հայաստանը ռուս սահմանապահներին վճարումներ է իրականացնում սահմանը պահելու համար, իսկ ռուս գործընկերներն այդ վճարները բարձրացնելու հարց են բարձրացրել։ Փաշինյանի կարծիքով կարող ենք այդ գումարը ծախսել մեր սահմանապահ կարողությունները բարձրացնելու վրա և կամաց-կամաց ստանձնել սահմանի մնացած հատվածների հսկողությունը։ Ռուսաստանի պետական չեսնիզնակ մակնշման համակարգը Ռոսպատրեբնադզորի պահանջով արգելափակել է Հայաստանում արտադրված ջերմուկ հանքային ջրի գրեթե 1,100,000 շշի վաճառքը։ Սահմանափակումները մտցվել են 2025 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 26-ի մարտի 27-ն արտադրված արտադրանքի նոր խմբաքանակների ստուգման արդյունքում։ Մինչ լրացուցիչ ստուգումների ավարտը և թույլտվություն ստանալը ապրանքի վաճառքը չի թույլատրվի։ Միաժամանակ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է սկսել ջերմուկ գրուպում, նմուշները կուղարկվեն փորձաքննության։ Պարսից ծոցի անվտանգությունը չպետք է կախված լինի որևէ երկրի կամքից, այն պետք է ապահովվի ափամերձ պետությունների համագործակցության օգնությամբ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի վրա է ընկած Պարսից ծոցում ցանկացած անկայունության պատասխանատվությունը։ Իրանի նախագահի համոզմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված ծովային շրջափակումը չի հասնի իր նպատակներին։ Իրանի շուրջ հակամարտությունը սպառնում է աղքատության մեջ, ներքաշել ավելի քան 30 միլիոն մարդու 160 երկրներում, հայտարարել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Ալեքսանդր Դեկրոն։ ՄԱԿ-ի տվյալներով հակամարտության և դրա հարուցած էներգետիկ ճգնաժամի ֆոնին իրավիճակն առանձնապես խիստ կազդի Աֆրիկայի և Ասիայի մի շարք երկրների վրա։ Իրավիճակի սաստկացումը կանխելու համար ըստ կազմակերպության անհրաժեշտ է առնվազն $6 միլիարդ սուբսիդիաների տեսքով։